9-ից 10-րդ դարերում Հայաստանը հաճախ էր պատերազմում արաբական ամիրանների դեմ։ 921 թվականին արաբական զորքերը մեծ բանակով գալիս ու պաշարում են Սևանավանքը։ Այնտեղ էր գտնվում Բագրատունիների արքա Աշոտ Երկաթը մոտ 100 զինվորներով։ Արաբների հրամանատարն էր Բեշիր Զորավարը։ Նա գիտեր, որ կղզու վրա հայերը զորք չունեն ու վստահ էր, որ շուտով կհանձնվեն։ Բայց Աշոտ Երկաթը որոշեց անսպասելի քայլ անել։ Կղզում կար մոտ 20 նավ, հիմնականում ձկնորսական։ Առավոտյան, երբ լույսը դեռ չէր բացվել, արքան հրամայեց բաժանվել փոքր խմբերի, վերցնել մեծ քանակությամբ ջահեր ու նավակներով հարձակվել արաբների վրա։ Մառախուղ էր ու քնաթաթախ թշնամին տեսնելով իր վրա եկող բազմաթիվ կրակները կարծեց, որ մի ամբողջ նավատորմ է իր վրա հարձակվել։ Հայերը հասնելով ափ-աղմուկ աղաղակով հարձակվեցին խուճապահար արաբների վրա, որոնք կրելով մեծ կորուստներ դիմեցին փախուստի։ Ասում են Աշոտ Երկաթը անձամբ է առաջնորդել հայերին, ու այդ ճակատամարտից հետո ավելի է սիրվել ու հերոսացել հայ ժողովրդի կողմից։